Պատերազմի աղմուկը չի խլացրել, գերագույն հոգևոր առաջնորդի սպանության վրեժը Իրանի ուշադրության կենտրոնից դուրս չի թողել Թրամփի երթուղին։ Սյունիքի ամերիկյան ճանապարհը, որը մեր երկրի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապը պետք է ապահովի։ Իրանին հարվածելու նպատակով է Միացյալ Նահանգները մեր հարևան պետություններում ներկայություն ապահովում եւ դրանից վնաս են կրում նաեւ այդ պետությունները։ Հուսանք դա չի լինի Հայաստանը, մեզ շրջապատող ցանկացած երկիր, որն իր տարածքը կտրամադրի Իսրայելին կամ Միացյալ Նահանգներին, մեր դեմ գործելու համար վնաս կկրի։ Կապ չունի թե դա որ երկիրն է։ Հայաստանի իշխանությունը բազմիցս հավաստիացրել է, որ այս ճանապարհը Իրանի շահերին եւ երկկողմ հարաբերությունների դեմ չի լինելու։ Հույս ունենք այդպես կլինի, բայց խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանությանը եւ ազգին, որ նահանգների խաբեությանը չտրվեն։ Թեհրանում միաժամանակ նաև կարծիքներ են հնչում, թե վերջին զարգացումների հետնապատկերում Թրամփի պատվին կոչված երթուղին այլևս տարածաշրջանային օրակարգի առանցքում չէ։ Իրանցի վերլուծաբանների գնահատմամբ այն այժմ դժվար թե կարողանա էական ազդեցություն ունենալ Հարավային Կովկասում ուժերի դասավորության կամ նոր քաղաքական գործընթացների ձևավորման վրա։ Պարզապես մի անգամ եւս Իրանը շեշտում է, որ ինքը դեմ է Զանգեզուրի միջանցքի։ Դուք լսել եք երբևէ Թուրքիան, Ադրբեջանը ասեն Թրամփի հազվադեպ, նրանք են Զանգեզուր ասում, նրանք դա անցալում են որպես Զանգեզուրի միջանցք, որովհետև այդ բոլոր ինչ որ իրանք պահանջում էին, հենց այդպեսին է։ Հատկանշական է, որ նախքան Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի մեկնարկը Հայաստանում Իրանի դեսպանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ եթե Սյունիքի ճանապարհը նպաստելու է բացառապես հաղորդակցությունների զարգացմանն ու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, ապա Թեհրանը դրա դեմ առարկություններ չունի։ Նա նաև ընդգծել էր թրիփը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ։ Չեմ կարող բացատրեմ, գուցե տվյալ պահին նպատակահարմար է եղել, այդպես ասել։ Իրանագետի գնահատմամբ պաշտոնական Թեհրանի տարբեր ներկայացուցիչների հնչեցրած հայտարարությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ ընդհանուր քաղաքական համատեքստում։ Նրա խոսքով Իրանի դիրքորոշման առանցքային սկզբունքը չի փոխվել։ Իսլամական Հանրապետությունը շարունակում է պնդել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է չիրականացվի ինքնիշխանության կամ սահմանների փոփոխության հաշվին։ Ներկա դրությամբ այդ լոկ հիշեցում է իմ կարծիքով նաև ԱՄՆ-ին, որ դուք այստեղ էլ մեզ այդ խնդիր ունեք։ Փորձագետների կարծիքով վերջին հայտարարություններն առաջին հերթին քաղաքական ուղերձ են Վաշինգտոնին։ Մասնագետները չեն բացառում, որ Թեհրանը հերթական անգամ փորձում է ընդգծել Հարավային Կովկասում իր անվտանգային շահերը շարունակում են մնալ անփոփոխ։ Ինչ վերաբերում է Թրամփի երթուղու շուրջ ընթացող բուն զարգացումներին, ապա Երևանում դեռևս էական նորություններ չկան։ Ադրբեջանից հայտնում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում ենթակառուցվածքային աշխատանքների ավարտական փուլի մասին, իսկ Հայաստանում այս թեմայի շուրջ դեռևս ընթանում են մանրամասն եւ խորքային քննարկումներ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։